Պարոն Խաչատրյան, եթե կարելի է մի հարց ներսում շատ ծանր էին տարել Դաշնակցության եւ ՀԿՊ-ականների հետ ընդհարումներ եղան նույնիսկ Ռուբինյանն էր շատ ծանր տարել, ինչն էր խնդիրը Փաշինյանի ներկայությունն էր ստիպել այդպես ավելի բուռն եւ կրքոտ արձագանքել։ Դե ակնհայտ է, որ դահլիճը աղմկում է, բողոքում է, որպեսզի Փաշինյանը իրենց նկատի։ Հասկանում եմ, որ ինչ որ մի ժամանակ հետ ընտրություններ են լինելու, հասկանում եմ, որ այլևս 70 հոգի լինելու հավանականությունը շատ փոքր է եւ հավանաբար իրենց մոտ ընտրության չափանիշը դա է եւ ավելի բարձր գորգոռա նայել ցանկում տեղ կունենա։ Ինչ վերաբերում է Ռուբինյանին, դե ակնհայտ է, մարդը 4 տարի է բանակցում է ԿԼՉ-ի հետ, կատարյալ ձախողում եւ հիմա այդ դրա մասին հիշեցնում են, նեղվում է։ Թող չբանակցեր կամ թող հաջողությամբ բանակցեր։ Ումից են եղանը։ Սիսա Գաբրելյանը ԱԺ-ից ասաց, որ Փաշինյանը բերել է ձեզ աշխատավարձ ավելի բարձր 450,000 դրամով, դուք հիմա 850,000 աշխատավարձ եք ստանում, պատրաստ եք ձեր մնացած 450,000-ը հետ տալ։ Շատ հետաքրքիր հայտարարություն է արել, հավանաբար ինքը 850,000 է ստանում, իմ աշխատավարձը այդքան չի, հաշվապահությունը կողքն է, մտնենք հարցնենք ինչքան աշխատավարձ ենք ստանում։ Ինքը կարող է այդքան է ստանում, բայց այդտեղ արդեն հետաքրքիր է, ծրարով է ստանում, որտեղ 850,000 աշխատավարձ ես չեմ ստանում։ Հանձնաժողովների նախագահներին ավելի բարձր է, այսինքն բնականաբար ավելի բարձր է, Ես չեմ կարծում, թե այդքան շատ կարող է լինի, դե ուրեմն իրան 850,000 դրամ աշխատավարձ Նիկոլ Փաշինյանը տվել, ով էր Սիսակ Գաբրելյանը մինչև հեղափոխությունը, ստանում էր արդյոք այդքան աշխատավարձ, կարծում եմ չէ, դրա համար էլ այդքան շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ ինքն է բարձր աղմկում, որ Փաշինյանը իրան հիշի։ Ձեր աշխատավարձերը չի բարձրացել Փաշինյանի օրը։ Ես ասեմ, ես մինչև հանրային սեկտոր գալը մասնավորում էի աշխատում եւ շատ ավելի բարեկեցիկ կյանքով էի ապրում։ Այնպես որ Փաշինյանին շնորհակալություն հայտնելու որևէ նպատակ եւ ավելի շուտ որևէ պատճառ գոյություն չունի։ Ճնշումը սա մեկ-մեկ բարձրանում, բայց դրանից երևի պետք է ոչ թե շնորհակալություն հայտնել, այլ լրիվ ուրիշ բան։ Շնորհակալ եմ։